եթե հուսանք process-ը բարեհաջող ստացվի եւ Դավիթ Համբարձումյանը լինի այսպես ասած ազգային համաձայնության կառավարության ղեկավար, ընդհանրապես տեխնիկական ղեկավար լինելու, որովհետեւ համաձայնությունը շատ ավելի լայն է լինելու եւ այդ համաձայնություն կերտողները պետք է տան համապատասխան երաշխիքներ, նույն ԿՊԱ-ականներին։ Այսինքն հիմա ակնկալել, որ միայն անձով պայմանավորված մտավախություն չեն ունենա ու ռիսկի կգնա, դժվար է։ Ինձ թվում է իրանց շատ ավելի լայն երաշխիքներ է պետք տալ եւ այո, պետքա տալ, պետքա 14-ը զատել։ Կան մարդիկ, ովքեր գործել են հանցավոր անգործություն, բայց կան մարդիկ, ովքեր օգտակար ապուշներ են։ Պետքա զատել, ֆիլտրել եւ յուրաքանչյուրին համապատասխան վերաբերել։ Ինչով է ձեռնտու, որ ԿՊԱ-ականները միանան եւ մերժեն անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին եւ միանան Դավիթ Համբարձումյանի տեխնացիան շուրջ։ Ես չգիտեմ ինչով է ձեռնտու, բայց ես հիմա ասեմ, որ իրանց երեխեքը ապրեն, հայ լինեն, անվտանգություն լինի, որտեվ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն հաջորդ օրը վերում է ավելի շատ կորուստներ եւ դրանք վերականգնելու հնարավորությունները նվազեցնում է։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իր երեխեն լրիվ ուրիշ պայմաններում ապրելու քան մնացածին, սխալվում է։